الله الرحمن الرحیم Արդեն 7-րդ օրն է, ինչ ընթանում է ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ էպիկական զայրույթ ռազմագործողությունն ընդդեմ Իրանի։ تحرکات را زیر نظر دارند Իրանի կարմիր մահիկի խոսնակ Մոջթաբ Խալեդին հայտնել է, որ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով վնասվել են կազմակերպության օգնության 11 կենտրոն և 14 բժշկական հաստատություն։ Որոշ բժշկական կենտրոններ հարվածների են ենթարկվել հենց այն պահին, երբ վիրահատարաններում պացիենտներ են եղել։ Ռազմագործողության մեկնարկից ի վեր Իրանում զոհվել է 1332 խաղաղ բնակիչ, ավերվել է մոտ 3866 բնակելի շենք։ با شدت هدف قرار خواهد گرفت Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններում իսրայելական գիշերային ավիահարվածներից հետո ավերածությունները հասել են ապշեցուցիչ չափերի։ Հարձակման են ենթարկվել մի քանի թաղամասեր, ինչի հետևանքով զոհվել է 123 մարդ, իսկ 683-ը վիրավորվել են։ Իսրայելական բանակը հորդորել է բնակիչներին շտապ լքել տարածքը և շարժվել դեպի երկրի հյուսիս և արևելք։ Hi everybody, good to see you out here. It's a busy day. Սպիտակ տունը հայտարարել է, որ իրենք ջախջախում են հակառակորդին և Իրանի ռազմածովային ուժերն այլևս մարտունակ չեն։ This is a pre-scheduled meeting. Վաշինգտոնի կանխատեսումներով գործողությունները կարող են տևել 4-ից 6 շաբաթ։ Ի պատասխան Թեհրանը նախազգուշացրել է, որ ցանկացած տարածք, որը ԱՄՆ-ն կամ Իսրայելը կօգտագործի, կենթարկվի հզոր հակահարվածի, սպառնալով էլ ավելի ընդլայնել տարածաշրջանային պատերազմի աշխարհագրությունը։ Քիչ առաջ իսրայելական հրթիռային հարձակումներից հետո Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանը հրդեհվել է։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ հրդեհին նախորդել են մի քանի պայթյուններ։ Մայրաքաղաքում ավերածություններ են ողջ գիշեր իսրայելական հարվածներից հետո։ Իրանի զինտեխնիկան պատասխան հարվածների է անցել, թիրախավորելով ԱՄՆ օբյեկտներ էմիրություններում և Քուվեյթում։ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում առավոտյան ձերբակալվել են 5 իսրայելցի լրտեսներ։ Իրանական Թասնիմ գործակալությունը հայտնել է, որ Իրաքի անվտանգության ծառայությունը ձերբակալվածների մոտ լեհական անձնագրեր է հայտնաբերել։ ԱՄՆ-ի ամենամեծ ավիակիր USS Gerald Ford-ը անցել է Սուեզի ջրանցքով և այժմ գտնվում է Կարմիր ծովում, տեղեկությունը հաստատել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։ Իսկ ամերիկյան Fox News-ի հաղորդմամբ ավիակիր Ջորջ Բուշը ուղևորվում է Մերձավոր Արևելք։ Իսրայելը հարված է հասցրել Լիբանանում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը։ Ըստ լիբանանյան կողմի մի քանի զինվոր վիրավորվել է։ Ինչպես հայտնել է Երուսալիմ Post-ը, նրանց թվում է նաև Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի որդին։ Թերթի տեղեկություններով նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Մի քանի պայթյուններ են եղել Դուբայում։ Նախնական տվյալներով Դուբայի միջազգային օդանավակայանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է կործանվել։ Ականատեսների խոսքով օդային թիրախի բեկորներն ընկել են փողոց երկրորդ տերմինալի մոտ։ Չվերթները դեռևս չեն չեղարկվել, սակայն ինքնաթիռ նստելը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ ուղևորները սպասել են անձնակազմի հետագա հրահանգներին։ Վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։ Այս ամենի ֆոնին Դուբայում սկսել են մեծ զեղչերով վաճառել ոսկու ձուլակտորներ։ Մերձավոր Արևելքում ժամ առ ժամ սրվող պատերազմը մեծ խնդիրներ է առաջացրել մատակարարման համար։ Պայթյուններ են եղել նաև Թել Ավիվում, ողջ քաղաքում հնչում է օդային տագնապի ազդանշան։ Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը հայտարարել է Թեհրանում նոր լայնածավալ հարվածների շարքի մեկնարկի մասին։ Պայթյուններ են հնչել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում, Սաքես քաղաքում, հարձակման է ենթարկվել 13 բժշկական հաստատություն և վնասվել ավելի քան 20 դպրոց։ Տեղեկությունները ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն է հայտնել։ Իրանից պատասխան հարվածները չեն ուշացել թիրախավորվել է Իրաքում Էրբիլի հյուրանոցը, որտեղ գտնվում էին ամերիկացի զինվորներ։ Պայթյունին հաջորդել է հրդեհ։ Նախնական տեղեկություններով կան զոհեր և վիրավորներ։ Իրանը հարձակվել է նաև Իրաքում գտնվող ամերիկյան Kellogg Brown Andrew ինժեներական և լոգիստիկ ընկերությանը պատկանող օբյեկտի վրա, հաղորդել են տեղական լրատվամիջոցները։ Ձեր կադրերում երևում է Բասրա նահանգում գտնվող ԱՄՆ զինված ուժերի համալիրը։ Եթե մենք ցանկանայինք հարձակվել Ադրբեջանի վրա, դա չէինք անի փոքր անօդաչու թռչող սարքով։ Այս մասին հայտնել է իրանական ֆարս գործակալությունը, հղում անելով անվտանգության ծառայության աղբյուրին։ Շարունակելով Իրանին մեղադրել ահաբեկչության համար, Բաքվում ձերբակալվել է 8 քաղաքացի, իբրև թե ԻՀՊԿ-ի համար աշխատելու մեղադրանքով, հաղորդել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։ Իսկ Իրանում Ադրբեջանի դեսպանատան 9 աշխատակից արդեն տարհանվել են երկրից, Բաքվից հնչող սպառնալիքների պատճառով։ Երեկ Բաքուն բացեի բաց հայտարարել էր, թե Իրանի Իսլամական
Հանրապետությունը նախատեսում էր ահաբեկչություն իրականացնել, ինչը իրենք կանխել են։ Այս ամենը սկսվել էր, երբ Իրանը հարվածներ էր հասցրել Նախիջևանին եւ Բաքու-Թբիլիսի Ջեյան նավթամուղին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Վերջինս մանրամասն ներկայացրել է հակամարտության վերջին ակտիվ փուլի զարգացումները։ Նա շեշտել է, որ Իրանը որևէ հարձակում չի սկսել Ադրբեջանի դեմ։ Ռուսական կողմի փոխանցմամբ Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը հօգուտ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ մշտական կապի մեջ է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների ղեկավարների հետ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է քաղաքացին փորձում հրկիզել ազգային անվտանգության ծառայության շենքը։ Հանցագործություն կատարելու կասկածանքով նա ձերբակալվել եւ ներկայացվել է նախաքննական մարմնին, հայտնել է ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Դիլիջանի ոլորանները եւ Վարդենյանց Լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Չիվա Ելփին ավտոճանապարհը եւ Սպիտակի ոլորանները փակ են կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տրանսպորտային միջոցների համար։ Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Վայոց ձորի, Լոռու մարզերում, Ապարանի եւ Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում եւ Զանգակատուն գյուղում տեղում է ձյուն։ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին արկա է մերկասառույց։